Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից եւ խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Պեսկովը նաեւ մեղադրել է ուկրաինական կողմին Ստարոբելսկի քոլեջը միտումնավոր ոչնչացնելու համար, շեշտելով, որ այն երբեք ռազմական օբյեկտ չի եղել։ Ըստ նրա, երեխաների դեմ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելը փոխում է հակամարտության ամբողջ տրամաբանությունը։ Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ թեև կարգավորման գործընթացը այժմ դադարեցված է, դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի հետ շփումներ չկան։ Ավելի վաղ Ռուսաստանը խոշոր օդային հարձակումներ էր իրականացրել Ուկրաինայի մի շարք մեծ քաղաքների, այդ թվում Կիևի, Դնեպրի, Խարկովի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ ու խաղահրապարակներ։ Տասնյակ բնակիչներ ստիպված են եղել գիշերն անցկացնել մետրոյի կայարաններում։